Դեկտեմբերի 31-ին Երևանում Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները հսկայական հանրային հուզմունք են առաջացրել։ Քրեական աշխարհում հայտնի Չաղ Ռուստամի հայրը ծանր հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ցավոք սրտի մահացել է։ Նախնական տեղեկությունների համաձայն անհայտ անձինք հնչեցրել են մոտ 12 կրակոց, դրանցից 9 կպել են ավտոմեքենային, իսկ 3-ը անմիջականորեն զոհին։ Այս դեպքը միանգամից բարձրացրել է քրեական աշխարհում լարվածության մակարդակը։ Խոսակցությունները մամուլի եւ առանձին լրատվական աղբյուրների մեջ նշում են, որ վերջին ամիսների հարաբերությունները Չաղ Ռուստամի եւ որոշ մրցակիցների միջև լրացուցիչ լարվածություն են ապրել, ինչը հնարավոր է դարձել եւ այս ողբերգության անմիջական պատճառն է։ Կրակոցի վայրի ընտրությունը Կոմիտասի բազում բնակելի շենքերի եւ առևտրային հաստատությունների մոտ փաստում է, որ հարձակվողները նպատակադրված են եղել ոչ միայն զոհի վրա, այլև այնպիսի ազդեցություն ստեղծելու հանրության վրա, որ բարձրացնում է իրադարձության նշանակությունը եւ հանրության վախը։ Հիվանդանոց տեղափոխվելիս Ռ. Ստեփանյանի հայրը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները անմիջականորեն սկսեցին ինտենսիվ բուժում, սակայն վնասվածքների բնույթը շատ ծանր էր։ Վիրահատական միջամտությունները չկարողացան փրկել նրա կյանքը։ Բժիշկների կարծիքով նման դեպքերում, որտեղ կրակոցների ուժը ուղղված է ուղիղ մարդու վրա եւ վնասվածքները բազմաթիվ են, կյանք փրկելը գրեթե անհնարին է։ Այս հանգամանքը միայն ավելացրել է դեպքի ողբերգականությունը եւ հասարակության արձագանքը։ Անհայտ անձին կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ, որտեղ գտնվում էր զոհը։ Տեղի բնակիչների վկայություններով կրակոցների շքերթը տևել է ընդամենը մի քանի վայրկյան, բայց դրանից հնչեղությունը շոշափելի է եղել ամբողջ պողոտայում։ Տեսախցիկների վերլուծությունները կպատմեն մանրամասներ այն մասին, թե ինչպես են հարձակվողները պլանավորել գործողությունը եւ արդյոք նրանք օգտագործել են որևէ հատուկ տեխնիկա կամ մարտավարություն։ Այս գործողությունը վկայում է հարձակման մասնագիտական բնույթի մասին, ճշգրիտ նպատակադրված կրակոցներ, արագ կատարում եւ անմիջական փախուստ, առանց այնպիսի փորձանքի, որը կարող էր բացահայտել հարձակվողներին տեղում։ Դեպքից անմիջապես հետո քրեական շրջանակներում սկսեցին քննարկումներ։ Վերլուծաբանների կարծիքով նման սպանությունները հաճախ առաջացնում են մի քանի ամբողջ շղթայական հակարվածների շարք, որը ներառում է պատասխանը, հետապնդումները եւ հնարավոր համակողմանի բախումները։ Դեպքի մասին լուրը արագ տարածվեց սոցիալական մեդիա եւ լրատվամիջոցների միջոցով։ Քաղաքացիները սկսեցին կիսվել վարկածներով, տեսանյութերով եւ հրապարակային մեկնաբանություններով, գնահատելով տեղի ունեցածի վտանգավորությունը։ Շատ լրատվականներ նշում էին, որ Կոմիտասի պողոտայում կրակոցի նման գործողությունները աննախադեպ են վերջին տարիներին Երևանում։ Սա բարձրացրել է հանրային ուշադրությունը քաղաքային անվտանգության եւ ոստիկանության արձագանքի արդյունավետության հարցերի վրա։ Մասնագետները շեշտում են, որ հանրային արձագանքը երկու մասի է բաժանվում։ Մի մասը արտահայտում է վախ եւ անհանգստություն բնակելի տարածքում նման գործողությունների հնարավորության պատճառով, մյուս մասը ակտիվ հետաքրքրություն է, թե ինչպես իրավապահ մարմինները կկարողանան հայտնաբերել մեղավորներին եւ կանխել հետագա հակամարտությունները։ Ոստիկանությունը անմիջապես սկսեց գործով հետաքննություն, օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները՝ տեսախցիկների ձայնագրությունների, վկաների հարցաքննություն, ավտոմեքենայի շարժի վերլուծություն եւ զոհի սոցիալական կապերի ուսումնասիրություն։ Մասնագետների կարծիքով հարձակումը նախապես պլանավորված է եղել եւ հարձակվողները գիտակցաբար ընտրել են բաց հասարակական վայր, հստակ նպատակ ունենալով ստեղծել վախ եւ հանրային արձագանք։ Հետաքննության ընթացքում նաև պարզվեց, որ այս կրակոցների ժամանակ որևէ այլ անձ չի տուժել, ինչը վկայում է հարձակման մասնագիտական ու ճշգրիտ բնույթի մասին։ Չաղ Ռուստամի ընտանիքի շուրջ զարգացումները անմիջապես արձագանքեցին մյուս խմբավորումների կողմից։ Հանցավոր շրջանակներում տարածվեց լուր, որ հնարավոր է պատասխան գործողություններ, բախումներ կամ վերահսկողության համար նոր պայքար սկսվի։ Քրեական փորձագետները նշում են, որ նման սպանությունները հաճախ առաջացնում են շղթայական հակամարտություններ, որոնք կարող են տևել շաբաթներ կամ ամիսներ, ընդ որում այս հակամարտությունները ոչ միայն նպատակ ունեն վնասել անմիջապես ներգրաված կողմերին, այլև ազդել քաղաքային անվտանգության վրա եւ խուճապ ստեղծել հասարակության շրջանում։ Դեպքը բացահայտում է մի շարք խնդիրներ հասարակության եւ իրավապահների համար։ Առաջինը՝ բաց հասարակական տարածքներում անվտանգության չափազանց ցածր մակարդակը։ Քաղաքային պողոտաներում նման գործողությունները կարող են վտանգի տակ դնել անցորդների կյանքը։ Երկրորդը՝ քրեական խմբավորումների ազդեցությունը քաղաքային միջավայրում։ Այս դեպքը ցույց է տալիս, որ ազդեցիկ ընտանիքները կարող են դառնալ թիրախ նույնիսկ միջին մասշտաբի քաղաքային տարածքներում։ Երրորդ՝ իրավապահ մարմինների արձագանքի կարևորությունը։ Արագ եւ արդյունավետ հետաքննություն ու մեղավորների հայտնաբերումը նվազեցնում են հետագա հակամարտությունները եւ հասարակական վախի ռիսկը։ Կոմիտասի պողոտայի բնակիչների խոսքով կրակոցները հնչել են հանկարծակի եւ ուժգին։ Նրանցից շատերը վախի եւ շոկի մեջ են հայտնվել, քանի որ նման գործողություններ երբևէ չեն տեսել իրենց շրջակայքում։ Մի քանի վկա նշել է,
որ լսել են ավտոմեքենայի արագ շարժումը, տեսել են շտապ օգնության մեքենաների ժամանումը եւ ոստիկանության աշխատակիցների արձագանքը։ Այս վկայությունները կարևոր են հետաքննության համար, քանի որ օգնում են վերականգնել հարձակման իրական զարգացումները։ Ռուստամ Ստեփանյանի հայրը երկար տարիներ հայտնի էր քրեական շրջանակներում իր ազդեցությամբ եւ կոնֆլիկտներով։ Նա հայտնի էր որպես այնպիսի անձ, որը կարող է ունենալ քաղաքական եւ տնտեսական ազդեցություն որոշակի շրջանակներում։ Նրա գործողությունները եւ կապերը հնարավոր է, որ դարձել են ողբերգության պատճառներից մեկը։ Հանցավոր աշխարհի փորձագետները նշում են, որ նման հայտնի դեմքերի մահը հաճախ հանցավոր կոնֆլիկտների ակտիվացում է առաջացնում, քանի որ անհատի ազդեցությունը փոխարինելու են փորձելու այլ խմբավորումները։ Չաղ Ռուստամի հոր մահը Կոմիտասի պողոտայում կրակոցներից ստացված վնասվածքների հետևանքով միայն մի ընտանիքի ողբերգություն չէ։ Այս դեպքը խորապես պատկերում է այն լարվածության աստիճանը, որը գոյություն ունի քրեական աշխարհի եւ դրա ազդեցության ներքո հասարակական կյանքի մեջ։ Մի կողմից մենք տեսնում ենք անհատի ազդեցությունը, որի գործողությունները եւ կապերը կարող են մեծ կարեւորություն ունենալ հասարակության տարբեր շերտերում, մյուս կողմից հասարակության անմիջական անվտանգությունը, որը վտանգված է ամեն օր գործող նմանատիպ խմբավորումների պատճառով։ Հիվանդանոցում տեղի ունեցած դեպքը ցույց տվեց բժշկական եւ իրավական համակարգի սահմանափակումները, երբ հրազենային վնասվածքների բնույթը եւ հարվածների ճշգրտությունը խախտում են նույնիսկ ամենապրոֆեսիոնալ ջանքերը։ Մահվան անմիջական պատճառը, կրակոցների մասնագիտական բնույթը եւ նրանց նպատակայնությունը վկայում են միայն հանցագործության մասին, այլ ավելի շատ խորը համակարգված, պլանավորված գործողության, որը նպատակ ունի ոչ միայն սպանություն, այլև հանրային հաստակ վախ եւ իշխանության ցուցադրություն։ Հանրային արձագանքը նույնպես ցույց տվեց, թե որքան խոցելի է քաղաքային միջավայրը նման հարձակման համար, բնակիչների վախը, սոցիալական մեդիայի ակտիվ քննարկումները եւ լրատվամիջոցների ուշադրությունը դարձան այն միջոցները, որով հասարակությունը փորձում է հասկանալ տեղի ունեցածի պատճառները եւ պահանջել իրավապահ մարմիններից պատասխան։ Այս արձագանքները չնայած վախը նաեւ կարեւոր են, քանի որ դարձնում են հասարակությանը ակտիվ հետևորդ եւ մի փոքր քշեն նաեւ հետագա դեպքերից պաշտպանվելու համար։ Ոստիկանության եւ հետաքննության աշխատանքը, տեսախցիկների վերլուծությունը, վկաների ցուցմունքները եւ հանցավոր կապերի վերլուծությունը կարևոր փուլեր են, որոնք անհրաժեշտ են հետագա հակամարտությունների կանխարգելման, մեղավորների հայտնաբերման եւ հասարակության անվտանգությունը ապահովելու համար։ Սակայն փորձագետները շեշտում են, որ միայն իրավապահ ուժերը չեն կարող երկարաժամկետ կանխարգելել այսպիսի գործողությունները առանց ընդհանուր համակարգային մոտեցման, որը ներառում է ինչպես քրեական տարրերի վերահսկում, այնպես էլ քաղաքային անվտանգության ամրապնդում եւ հասարակության իրազեկում։ Այս դեպքը նաեւ մի կարևոր ուսուցում է հասարակությանը։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաազնիվ եւ սովորական օրերը կարող են վերածվել ողբերգության, երբ կան ուժեր, որոնք նպատակաուղղվածորեն պատրաստվում են վնասել, կառավարել եւ վախեցնել։ Միևնույն ժամանակ դեպքը փաստում է նաեւ իրավապահ մարմինների եւ համայնքային կառույցների աշխատանքի կարեւորությունը, կանխելու նման ողբերգությունները, բարձրացնելու անվտանգությունն ու ստեղծելու այն միջավայրը, որտեղ հասարակությունը կարող է ապրել առանց վախի։ Չաղ Ռուստամի հոր մահը ոչ միայն քրեական աշխարհի ներգործության հետևանք է, այլև սոցիալական, իրավական եւ քաղաքային անվտանգության համակարգերի միջադեպը։ Այն արձագանք է ողջ հասարակության համար, հիշեցնելով, որ յուրաքանչյուր բռնություն եւ հանցագործություն ունի հետևանքներ, որոնք զգացվում են ոչ միայն անմիջական շահառուների, այլև ողջ համայնքի վրա։ Հետևաբար այս դեպքը պետք է ծառայեցվի որպես ուղեցույց, ինչպես հասկանալ, վերլուծել եւ կանխարգելել քրեական ազդեցությունը, ամրապնդել օրենքի եւ հասարակության պաշտպանությունը եւ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է զգալ անվտանգություն, անկախ իր սոցիալական կամ տնտեսական դիրքից։